Ամերիա բանկը եւ ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկությունը Պրոպարկոն կնքում են $20 միլիոն վարկային պայմանագիր։ Ամերիա բանկը միջոցները ուղղելու է Հայաստանում էներգոարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդի վերամշակման, կրթության եւ առողջապահության ոլորտներում գործարարության աջակցությանը։ Շատ կարևոր է իմ կարծիքով մեր տնտեսության համար եւս մեկ քայլ, որպեսզի տնտեսության հետագա զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով ներգրավել երկարաժամկետ եւ մատչելի տոկոսադրույքներով ֆինանսական միջոցներ։ Վերջին 3-4 տարվա ընթացքում հետևում եմ Ամերիա բանկի ծրագրերին։ Փաստ է, որ բանկը զարգանում է, կայուն առաջընթաց է գրանցում եւ պահպանում է առաջատարի դիրքը հայաստանյան բանկային համակարգում։ Այս փուլում մենք ցանկանում ենք Ամերիա բանկի միջոցով աջակցել նաեւ Հայաստանի գյուղատնտեսությանը։ Նոր պայմանագիրը Ամերիա բանկի եւ ֆրանսիական Պրոպարկոյի գործակցության արդեն երկրորդ վարկային գործարքն է։ Առաջինը 2013 թվականին էր։ Ֆրանսիական Պրոպարկոն եւ Ամերիա բանկը $15 միլիոն վարկային պայմանագիր էին կնքել էներգետիկ ոլորտում փոքր եւ միջին բիզնեսը ֆինանսավորելու համար։ Առաջին պայմանագրից 3 տարի անց Պրոպարկոն ընդլայնում է Հայաստանի տնտեսության ֆինանսավորումն ու ոլորտները։ Այս առումով ֆրանսիական զարգացման գործակալության վարկային եւ Հայաստանի կառավարության քաղաքականությունը համահունչ են։ Ամերիա բանկը ակտիվ գործակցում է միջազգային կառույցների հետ։ Վերջին մի քանի տարում նրանցից ներգրաված մոտ $500 միլիոն արդյունավետ տեղաբաշխել է տնտեսության տարբեր ճյուղերում, նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Առաջիկայում եւս Ամերիա բանկը մոտ $70 միլիոն կներգրավի։ Որքանով է բանկի առաջարկած ֆինանսների ծավալը համապատասխանում հայկական շուկայի պահանջարկին։ Կանխատեսում ենք, որ ավելի ակտիվանալու է շուկան եւ պահանջարկը միանշանակ ինքը ժամանակի ընթացքում ավելանալու է։ Եվ այդ առումով ավելի ճիշտ է նախապես պլանավորել եւ պատրաստ լինել այդ ապագա պահանջարկի բավարարմանը։ Ամերիա բանկը այս աշնանը նվազեցրել է բոլոր ծառայությունների, նաեւ բիզնես վարկերի տոկոսները 1% կետով։ Ֆրանսիական Պրոպարկոյի հետ պայմանագրով վարկավորումն էլ կիրականացնի դոլարով։ Լիլիթ Ասլանյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։